եւ այսպես սուպեր վարչապետությունից դեպի կոալիցիաների կառավարություններ։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով 2026 թվականի առաջի մամուլի ասուլիսն էր եւ ի թիվս այլնի մենք կարող ենք արձանագրել, որ նախագահ Քոչարյանը առաջարկեց պետականության նոր ճարտարապետություն, միևնույն ժամանակ ի տարբերություն ներկայիս իշխանությունների, սրան մենք առանձին կառադառնանք, այդ նոր ճարտարապետության մասին երբ որ դու խոսում ես, թե ներքին, թե արտաքին կյանքում, խոսքը չի վերաբերվում նրա մասին, որ դու ամեն ինչ պետք է զրոյացնես եւ Նիկոլ Փաշինյանի ասած զրոյական կետից սկսես։ Եկեք փորձենք սկզբից ներքաղաքականից խոսել, հետո անցնենք արդեն արտաքին քաղաքական ուղերձներին։ Կարևորագույն ուղերձներից մեկը նախագահ Քոչարյանի վերաբերվում էր սահմանադրական փոփոխությունների, որոնք երկու խնդիր պետք է փաստացի լուծեն։ Առաջինը դատական համակարգի անկախության ապահովումը, որտեղ այնտեղ առաջարկներ եղավ, թե ինչպես պետք է ընտրեն դատավորներին, ԲԴԽ անդամներին, սահմանադրական դատարանի դատավորներին, այնպես որ նաև անդիմության կարծիքը անդիմադիր падգամավորների քվեարկությունը ազդեցություն ունենա դատավորների նշանակմանը, ավելին դա նաև պետք է հանգեցնի նրան, որ պայմանականորեն եկեք ուրիշի անունը չտանք, Բենյամին Մաթևոսյանը վարչապետ է, նա գիշերը դժգոհ է մնում նրանից, որ Միլանի Ինտերը պարտվում է, առավոտյան վեր է կենում եւ որոշում է, որ ԲԴԽ անդամը այլևս չպետք է դատավոր լինի։ Այս արատավոր համակարգը պետք է ոչնչացնել եւ դա հնարավոր է անել սահմանադրական փոփոխությունների շնորհիվ։ Եվս մի կարևոր դրույթ կա, որը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ոչ թե վերադարձնել պարզապես Հայաստանում կիսանախագահական համակարգ, այլ նախագահի ինստիտուտը կրկին դարձնել ընտրովի, ընդլայնել նրա լիազորությունները, ավելին հրաժարվել այնպիսի արատավոր համակարգից, որը այսօր կա եւ որը հանգեցնում է օրինակ կայուն մեծամասնության սկզբունքով պարտադիր պետք է ձևավորվի խորհրդարանական մեծամասնություն, դա ինչ է նշանակում, անկախ նրանից, թե դու քանի տոկոս ընտրությունների ժամանակ կհավաքես, օրինակ նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նա 21 թվականի ընտրություններում էր 50+1 չէր հավաքել, նա X քանակի ձայներ էր հավաքել, բայց շնորհիվ այդ դրույթի, որը վերաբերվում է կայուն մեծամասնության, բոնուսներ էր ստացել, բոնուսների շնորհիվ կարողացել է ձևավորել մեծամասնություն եւ այդ մեծամասնությունը հանգեցրել է նրան, որ ոնց ասում Նիկոլ Փաշինյանը, պետությունը ես եմ։ Այս համակարգը սուպեր վարչապետական համակարգը պետք է ոչնչացնել, ավելին սուպեր վարչապետական համակարգին պետք է գա փոխարինի կոալիցիաների կառավարության համակարգը, այն էլ այնպես դա պետք է օրենքում ամրագրված լինի, որ կրկին դա կախված չլինի առանձին վերցրած մարդու կամքից, ոչ պատասխանատվությունը հատկապես ներկայիս փուլում պետք է բաշխել բոլոր հնարավոր պատասխանատու քաղաքական ուժերի մեջ, որովհետեւ մենք կարողանանք ոչ միայն այս իրավիճակից դուրս գանք, այլ նաև կարողանանք այնպիսի զսպումների մեխանիզմներ ստեղծենք, որ Նիկոլ Փաշինյաններ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում պարզապես չհայտնվեն, ել չասենք, որ իրենք ստանան իշխանություն։ Սա ներքին քաղաքականության մասով կարևոր թեզերից մեկը առանձնացրեցինք, ինչը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մի քանի ուղղություն կար, տրամաբանությունը հուշում է, որ եւ Թրիպի մասին պետք է գնահատականներ հնչեին, եւ Իրանի հետ հարաբերությունների մասին եւ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մասին, հենց դա էլ տեղի ունեցավ նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում նախագահ Քոչարյանը իսկապես հետաքրքիր ձևակերպում տվեց, որ եթե իշխանությունները խոսում են, որ ռուսական կողմը հիբրիդային պատերազմ է մղում, հիբրիդային պատերազմը ինքը ի վերջո ինչ որ դրսևորումներ պետք է ստանա, տեսանելի դրսևորումներ պետք է ստանա, ավելին այդ հիբրիդային պատերազմը ինքը պետք է ազդի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի վրա, իրենց նաև տնտեսական իրավիճակի վրա, ու այստեղ նաև օրինակ բերեց այն, թե ինչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով հիբրիդային թե իրական, բայց փաստացի պատերազմ է մղում նաև իր դաշնակիցների դեմ։ Օրինակ Եվրոմիության անդամ պետություն ես, բայց եթե դու ինչ-որ գործողություն ես իրականացնում, որը չի համապատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին, իրենք ինչ են անում, հավելյալ մաքսատուրքեր են սահմանում այդ պետության դեմ, Ռուսաստանի Դաշնությունը այս ճանապարհը չի ընտրել, որովհետև իրենք հասկանում են, որ սա կհանգեցնի նրան, որ հայ ժողովուրդը վնասներ կկրի։ Իսկ մենք մշտապես տեսել ենք պաշտոնյաների կողմից ռուսական հայտարարությունները այն մասին, որ իրենք տարանջատում են հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններից։
հիբրիդային պատերազմը չի կարող մղվել առանձին վերցած ինչ-որ մի սուբյեկտի դեմ, օրինակ քաղաքական մեծամասնության դեմ, եթե հիբրիդային պատերազմ է մղվում, դա մղվում է ամբողջ պետության դեմ։ Ավելին մենք այստեղ կարող ենք նաև շարունակել ու նշենք հետևյալը, որ ռուսական կողմի մտահոգությունը ոչ այնքան այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները համագործակցության համակարգ են ձևավորում արևմուտքի հետ, նույն ՆԱՏՕ-ի հետ 94 թվականից սկսած մենք անհատական համագործակցության ծրագրեր ունենք։ Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս իշխանությունները իրենց քաղաքական ապագայի համար կարող են Հայաստանը վերածել հերթական հակառուսաստանի, ինչը վնասելու է եւ Հայաստանի Հանրապետությանը, եւ հայ ժողովրդին, եւ իհարկե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին։ Առանձին անդրադարձ եղավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, թրիպին առանձին անդրադարձ եղավ եւ այստեղ է որ մենք պետք է ասենք, որ չի ընտրվել հետևյալ մոդելը, որ մենք ամեն ինչ սկսում ենք զրոյական կետից։ Խոսվեց հետևյալի մասին, կա նախաստորագրված, այսպես կոչված խաղաղության պայմանագիր։ Կա նախաստորագրված կամ արդեն ստորագրված հռչակագիր փաստաթուղթ տրիպի վերաբերյալ։ Ինչ պետք է անել սրա հետ։ Եթե մենք հրաժարվենք որպես պետություն, դա կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններում, բայց մենք կարող ենք հավելել այդ փաստաթղթերը, մենք կարող ենք երաշխավորներ բերել թե խաղաղության պայմանագրի իրականացման հարցում եւ թե տրիպ նախագիծը իրականացնելու հարցում, ու շատ դեպքերում խնդիրը վերաբերում է նրան, թե դու կարողանում ես քո միտքը հասցնել քո դաշնակիցներին, քո հարևաններին, քո բարեկամներին, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական փոփոխությունների պարագայում հնարավոր է եղածը նույնիսկ հաշվի առնելով կամ եղածի վրա արդեն կառուցել նոր ճարտարապետություն եւ խոսքը վերաբերում է թե ներքին քաղաքականությանը եւ թե արտաքին քաղաքականությանը եւ ամփոփելով մենք պետք է նշենք հետեւյալը հերթական անգամ մենք կարող ենք արձանագրել որ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները ոչ թե պարզապես քննադատություն են, այլ նաև առաջարկներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության դաշնակիցներին, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ այո, պետք են կոալիցիաներ, այո, պետք է համագործակցություն եւ պատասխանատվության կիսում։ Մտածեք այդ մասին։